Հայրենաշիցներ, ճիշտն ասած մենք իրազեկված ենք ձեր իրավունքների խախտմամբ եւ պատասխանատվություն ենք հայտնել Հայաստան խմբակցության պատգամավորներով, ես եւ պարոն Գևորգյան Արգիշտի տեղում լինել մեր քաղաքացիների կողքին, շատ քիչ խնդիրների ծանոթ ենք, գիտենք ինչ խարդախության եւ անօրինականությունների զոհ են դարձել մեր քաղաքացիները, պատրաստ են լսելու քաղաքացիներին իրենց ուզող այս դժվարին պահին իրենց կողքին լինել եւ մեր ունեցած համանդրական գործիքակազմով փորձենք բարձրաձայնել եւ հետեւական լինել, որպեսզի շատ քիչ մեր դժվար քաղաքացիների իրավունքները փորձենք վերականգնել։ Մեր այցի նպատակը դա պատրաստ են տեղում, եթե իրանք դեմ չեն քաղաքացիները առանձին խումբ դելեգացիա կազմեն, ովքեր կոմպետենտ են, խնդրից ծանոթ են ընդունելու, լսելու։ Մոտավորապես քանի հոգու կարող եք հիմա այս պահին ընդունելու լսել։ Հեսա տարածքը մոտավորապես 20 մարդի կարող ենք մենք ընդունել տեղում ասել, աշխատանքային նաև պատրաստ ենք, եթե իրանք դեմ չեն, ողջի վրա 20 հոգու անձնագրեր պատրաստ եք, 20 հոգով առանձնանան։ Եթե անպատիժ փոխանցել մենք կարող ենք դրսում է գույքագրել այդ խնդիրները, այնպես ոչ պայմանները մեզ համար այդպես ու կարևոր է խնդրին ծանոթանալը, փոխադարձ կապ հաստատելն է եւ քաղաքացիների իրավունքներով անանեն առաջ գնալն է այդ կաբինետային պայմանները կան շատ էլ չբանան։ Կարևորը մեր այցի նպատակը խնդրին ծանոթանալն է, զուգում տալն է։ Նրանք պահանջում են Կենտրոնական բանկի նախագահի հրաժարականը, ազգային ժողովը այս դեպքում ինչ կարող է անել կոնկրետ ընդդիմադիր։ Կենտրոնական բանկի նախագահի կարծում եմ ազգային ժողովի պատգամավորները դրել եւ նա որպես խորհրդարանական երկիր պարտավոր հաշվետվությամբ ներկայանալու խորհրդարանական ազգային պատգամավորների ինքնավորումներն են։ Իհարկե, եթե բալու մենք հրավիրենք քննարկումների, լսումների, սա խորհրդարանական երկիր է եւ մեծ հաշվով գործադիր մարմինը եւ առավելից Կենտրոնական բանկի նախագահը հաշվետվի ազգային ժողովի պատգամավորների, քանի որ ազգային ժողովի պատգամավորը ժողովուրդն է ընտրել, մենք պատասխանատու ենք մեր ժողովրդի կողքին լինել իրենց զոհ խնդիրներով զբաղվենք եւ մեր նորից եմ ասում համադրական համայնքային կանոնակարգ օրենքով մեզ յազորությունների շրջանակներում փորձենք օգտակար լինել։ Ես ինչքան ծանոթ եմ, կոմպետենտ եմ, ստեղ մոտավորապես 10,000 քաղաքացի իրավունք ապահովել։ Բնականաբար նաև քաղաքացիներին լսելուց մենք հասկացել ենք, որ բանկային համակարգում կան սողանքներ, մտածվածի թողվել, այլ մտածվածին հետ եթիկապես սողանքները թողվել, որի արդյունքում մեր քաղաքացին ուժել են։ Մենք իրավական առումով փորձենք իմանալ այդ խնդիրը, կարծում եմ համապատասխան համակարգը իրենք ասիարենած լինեն քաղաքացիների իրավապահների եւ հասկանանք 20 թվականից 2020 թվականի միջով այս բանկի ուժել է։ Իրավապահ համակարգը դատախազությունը ինչ օրենքով լիազորի շրջանակներում ինչ միջոցներ են ձեռնարկել։ Հակառակ դեպքում սա պաշտոնական անփութություն է, անթողություն է, որտեղ քաղաքացիները մեկ չէ, երկուս չէ, բազմահազար քաղաքացիների իրավունքները խախտվում են եւ հասկանանք եւ մեր կառավարությունը մեր ընտրած մարմինները, որոնց մենք ենք դրել, ինչպես են մեր քաղաքացիները խաթարված իրավունքները վերականգնելու կամ ինչ գործունեություններ են ձեռնարկել այդ ուղղությամբ։ Հնարավոր է կազմակերպված լինի այս ամենը բանկերի հետ։ Ոչինչ չեմ բացառում, խնդրին ծանոթ եմ ակերեսորեր, իհարկե խորհրդից ծանոթ եմ, դրսեն քաղաքացիներին կտան մեր կողմից փաստարկված իրավական գնահատականներ, փորձենք մեր գործիքակազմով առաջ գնալու։ Ամեն ինչ հնարավոր է երկրում, ես չեմ բացառում ոչինչ, փորձենք հասկանալ տեղում ովքեր կոմպետենտ են, ոնց հասկացա Հարագոյզյանն է, Պարոն Հարագոյզյանը, հաստաբանն է, ինքը քաղաքացի խախտված իրավունքներով հասկանանք ինչ նամակներն ասիագրվի, ինչ հաղորդում են ընդունվել, քրեական վարույթի մասին վարույթ ընդունվել, հարուցվել է, ինչ են արել, տեղը մեզ հաշվով 5 վստահի անցել է, փաստորեն նոր չես խնդիրն էլի։ Այս մարդկանց այդ քանակը ոսկոր են ասել, այսպես ասել են ստեղ, ասում են բազմակի վաճառներ եղել են եւ դրանց իրար ծայրը այսպես չի լսվել տեղը։ Շրավոր դինելու գործընթացը մենք լավ գիտենք, այդ խնդիրները, որոնց իրանք բանջող են, ուժող են եւ իրենք չեն կարողանում տեղում լուծում տալ, փորձում են այսպես բյուրոկրատական քաշքշուկով փորձելով սարսնել այդ ամեն ինչը, բայց դա գործի լուծում չէ։ Պետք է տեղում մարդկանց ընդունել, լսել, որտեղ նամակ գրել այդ խնդիրը, տեղում լսել, քննարկել արծի շուրջ, քննարկում կազմակերպել եւ լուծում տալ այդ խնդիրը։ Տևական ժամանակ է բողոքում են քաղաքացիները, վստահաբար խնդրի ֆինանսացիք Ես տեսեք Ժորժ ջան, պետք է անկես լինեմ մեր քաղաքացիների մոտ այնպիսի հոգեբանություն է ձևավորվել, որ փորձում են առաջինը իշխանության հետ հարաբերությունները
բանան շփկեն, դզել իրանց խնդիրները, խնդիրները, որտեղ մենք բազմաթիվ ընդունելություններով այս քաղաքացիները լինում են, դրանք պետք է դա մարդն է, պետք իրանք փորձում են իրանց խնդիրները, խնդիրները իշխանության են լուծել, որտեղ մտածում են, որ իշխանություն, բնականաբար իշխանությունը պարտավոր է նաև լուծելու, բայց որ տեսնում են հենց արդեն իշխանությունները իրանք խնդիրները չեն լուծում, դիմում են մեզ, այս մարդը դա է դեպքը չէ, իրականում ռեալ խնդիրը եւ պետք է մեզ դիմել ու հավանանք բարձրացնել, հակառակ դեպքում ենք ինքնակոչ կառնանք, կամ այդ քաղաքացիները մեզ շատ հավատացնում որ մենք ընդհանրապես հարգելի լրատվամիջոցներ քաղաքական ճաշակներ, քաղաքական հայացքների մեր հասարակական կազմակերպությունը ձեռքը, այստեղ հավաքված քաղաքացիները կամ հասարակական կազմակերպություն դիմաց 307 քաղաքացիները ունեն տարբեր քաղաքական հայացքներ, տարբեր քաղաքական ճաշակներ, տարբեր քաղաքական դիրքորոշումներ, մեր հասարակական կազմակերպությունը ուրեմն այդ ճաշակներից, անկախ այդ քաղաքական ճաշակների պատկանելությունից, եթե քաղաքացու իրավունքը խախտվել է, ապա մենք բարձրաձայնելու ենք այդ մասին, ապա մենք դիմելու ենք բոլոր պետական մարմիններին, ապա բոլոր պետական մարմիններից էլ ով պատրաստակամություն կունենա, որ պետական պաշտոնյան ունենա պատրաստակամություն լսել մեզ, աջակցել մեզ, կանխել հալանը քաղաքացիների նկատմամբ, ապա մենք բաց ենք։ Ես իհարկե մեր ընկերոջը չեմ պատաչում, խնդրեմ որ ներկայանա այս երկրում ցանկացած գործված քաղաքական գործունեություն, պարտադիր չէ կուսակցական գործել, սա բանկային քաղաքականությունն է, ինչից որ դուք բոլորն եք։ Միշտ փորձում եք ասել չքաղաքականացնել, սա բանկային քաղաքականությունն է, որդեգրած քաղաքականությունն է, որը սխալ ունի վրա է դրվել կամ այսպես իմացության մեր ժողովուրդը զորայր դարձել կամ իմացության դիտարկածը գնացել են գիտեմ ես։ Սա դուք էլի մի քաղաքականացեք, ձեր իրավունքն է դա, բայց ինքնին ցանկացած խնդիր ես երկրում քաղաքականացնել։ Ցանկացած խնդիր քաղաքականացված ուզենակ դա քաղաքախնդիր է, այդպես եմ ասում։ Մշակայս քաղաքականության, բանկային քաղաքականության մշակող, քաղաքականություն մշակող բանկն է, կենտրոնական բանկն է եւ մենք էլ որպես սպառողներ այս խնդրի առաջ ենք կանգնել։ Հիմա դուք ուզենաք թե քաղաքականացնեք, չքաղաքականացնեք, մենք պատրաստ ենք ձեզ օգնական լինելու, մեր շատ մարդիկակազմով։ Մնացածը ձեր իրավունքն է, ուզենաք ձեզ լսենք։ Եթե դուք լիազորված եք բոլորը ամիսք լսել չեք ուզենաք, շատ լավ։